Մյուս կարևոր մեխանիզմը, որը տեսականորեն գոյություն ունի եւ շատ պիտանի կարող է լինել հայ պատանդների պայմանները գնահատելու, նրանց իրավունքների խախտումները արձանագրելու մասով, դա ԵԱՀԿ հովանու ներքո գործող մոսկովյան մեխանիզմն է։ Մոսկովյան մեխանիզմը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների խախտումների իրավիճակի առնչությամբ կազմակերպել կարճաժամկետ փաստահավաք առաքելություն եւ ԵԱՀԿ շրջանակներում ստեղծվում է էքսպերտային խումբ, որոնք կոչվում են նաեւ զեկուցողներ Եվ այս մեխանիզմը գործարկելու քաղաքական որոշման պարագայում տեղի է ունենում փաստահավաք այցելություն այն երկիր, որտեղ պետք է գնահատվի իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները։ Հավաքագրվում են տվյալներ, արձանագրվում են խախտումներ եւ ներկայացվում է զեկույց, եւ այս զեկույցը ենթակա է քննարկման հենց ԵԱՀԿ համատեքստում շրջանակներում իհարկե այստեղ եւս մենք բախվում ենք դիվանագիտական աշխատանքի հարցի, որտեղ այդ նույն մոսկովյան մեխանիզմը պետք է գործարկվի որոշման կայացման արդյունքում, որպես կանոն այստեղ պահանջվում է 10 ձայն, այսինքն 10 երկրներ պետք է աջակցեն նախաձեռնությունը, առանձին դեպքերում 6, այսինքն 6-ից 10 ձայնի կարիք գոյություն ունի եւ այդ աջակցության պարագայում ներդրվում է մեխանիզմը եւ սա կարող է շատ պիտանի լինել որ օրինակ դիտարկվեին հայ պատանների պայմանները, դատավարությունները եւ համապարփակ զեկույց ներկայացվեր ԵԱՀԿ-ին, նաեւ տվյալները հրապարակային հասանելի կլինեին։ Ներկայումս կա նախաձեռնություն, որի նպատակը հենց ԵԱՀԿ մոսկովյան մեխանիզմի գործարկումն է, կարծում եմ պետք է ամեն կերպ աջակցել, որ այս մեխանիզմը գործարկվի Իհարկե մյուս հարցադրումներ կարող է առաջ գալ, որքանով է քաղաքականապես կոռեկտ ԵԱՀԿ շրջանակներում մոնիտորինգային կամ փաստահավաք մեխանիզմի ներդրումը եւ այդ կառույցի ինտենսիվ ներգրավվածություն այն պայմաններում, երբ քննարկման առարկա է դառնում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումը հենց Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, սրանք կարծում եմ այո քաղաքական վերաբերումներ ունեցող հարցադրումներ են եւ ընդհանուր գործընթացի վրա կարող են ազդեցություն թողնել։ Գերիների այս պատանների ազատ արձակման հարցը նախ եւ առաջ այո ենթադրում է անմիջական դիվանագիտական քաղաքական աշխատանք եւ աշխատանքի ուղղությունը այն պետք է լինի, որ միջազգային կոնվենցիաներով նախատեսված է հակամարտության ակտիվ ավարտից հետո հայրենադարձում, որը նաև պատերազմական չկատարելը պատերազմական հանցագործություն է, ուստի Ադրբեջանը գտնվում է իրավական պարտավորության ներքո առանց որևէ նախապայմանի ապահովելու հայ պատանդների ազատ արձակումը։ Եվ դրա չկատարումը պետք է հանգեցներ Հայաստանի իշխանությունների կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հայտարարություններին, ինչը այն նախապայմանն է, որը պատժամիջոցների կամ այլ մեխանիզմների գործադրման հիմք կծառայեր։ Մենք նման մոտեցում կրկին չենք տեսնում, ընդունվում է լրելային նաև այն աշխատելավոճը, որ գերիների խնդիրը ինքնուրույնաբար լուծելի չէ Հայաստանի ներգրավվածությամբ, դա ամբողջովին թողնված է Ադրբեջանի հայեցողությանը եւ երբ քաղաքական սուր հարցադրումները լուծում ստանան, ապա որպես հետևանք մարդասիրական մոտեցում կլինի եւ ազատ կարձակվեն նաեւ այդտեղ բախող հայ պատանները։ Մինչդեռ կարծում եմ պետք է ամեն գնով ճնշել Ադրբեջանին, ապահովել ազատ արձակումը, առանց որի չիրականացնել ցանկացած քննարկում, ինչը կարող է առնչվել քաղաքական հարցերին, եւ մեր ընկալմամբ խաղաղություն եւ գերիների վերադարձ հարցը ունեն փոխկապակցվածություն,
որույթ չէ, որ հասարակությունների միջև վստահություն գոյություն չունի, եւ այդ վստահությունը ձևավորվում է տարիների ընթացքում գնահատելով հարաբերությունների իրական բնույթը եւ հասարակությունները կարող են վստահություն ունենալ, եթե գոնե մարդասիրական բնույթ ունեցող հարցերը լուծվում են մարդասիրական սկզբունքներին համահունչ եւ մարդու իրավունքները չեն չարաշահվում հասարակություններում նոր տառապանքներ ձևավորելու, գեներացնելու նպատակով եւ հստակության վերականգնման առաջնահերթ միջոցը մեր հասարակության ընկալմամբ կարծում եմ հենց հայ գերիների վերադարձն է առանց այդ միջոցառման մենք չենք կարող վստահել որևէ խաղաղության եւ դրանք ընդհանրապես կարող են ժամանակ շահող քայլեր լինել Քանի որ Հայաստանի իշխանությունները ինքնուրույնաբար չեն կարողանում ապահովել ինտենսիվ քաղաքական ճնշում, իսկ առանց քաղաքական ճնշման մենք չենք կարող անկնկալել վարքագծային փոփոխություններ, այստեղ է որ մեծ կարևորություն են ստանում նաև իրավական գործընթացները։ Իրավական գործընթացները նախ կարող են ապահովել ազատ արձակման հարցի վերաբերյալ պարտադիր դատական դիրքորոշում, որը ենթակա է կատարման եւ այստեղ կան միգուցե ոչ կատարյալ, բայց վերահսկողական գործիքներ եւ երկրորդը թույլ դիվանագիտություն ունեցող երկրները կարողանում են ակտիվացնել իրենց կշիռը իրավական փաստաթղթերի վրա հենվելով Այսինքն, եթե ինքնուրույնաբար հնարավոր չէ հասնել այլ երկրների աջակցությանը խնդիրը ներկայացնելով, էապես այլ դիրքավորում ենք ունենում, երբ խնդիրների առնչությամբ առկա է դատական ակտ եւ այդ միջազգային դատական ակտի կատարումն ենք փորձում ապահովել հայցելով այլ երկրների քաղաքական աջակցությունը եւ այս տեսանկյունից իրավական փաստաթղթերը իրենք կարող են օգնել քաղաքական ճնշման գեներացմանը եւ իրավական այս դատական ակտերն կատարվում են քաղաքական մարմինների կողմից, ուստի քաղաքական ճնշում եւ իրավաբանորեն պարտադիր ակտերի գոյությունը գտնվում են ուղիղ կապերի մեջ եւ մեր գնահատմամբ այս գործընթացները պետք է շատ ինտենսիվ օգտագործվեն քաղաքական ճնշումը մեծացնելու նպատակներով Անհատական գործեր վարվում են բազմաթիվ գերիների, անհետքորածների, բռնի անհետացածների մասով, ոչ միայն դատական, այլ նաև միջազգային կվազի դատական ատյաններում, այս գործերը քիչ թե շատ ապահով կարգավիճակում են, մեզ երբեմն ընտանիքները դիմում են հետաքրքրվելու համար, թե արդյոք միջպետական գանգատների հրաժարումը կարող է հետևանք ունենալ անհատական գործերին, այս պատասխանը միանշանակ ոչ է, եւ միջպետական գործերի հրաժարումը չի հանգեցնելու անհատական գործերով մեր դիրքորոշումների վերանայմանը, ճիշտ հակառակը ինտենսիվանալու է աշխատանքը նոր անհատական կամ խմբային հայցեր ներկայացնելու ուղղությամբ Սակայն այդ հարցն է առաջանում, իսկ ինչպիսի պետք է լինի այն անձանց ճակատագիրը, ում իրավունքների պաշտպանությունը իրականացվում է միջպետական գանգատի շրջանակներում, ձեզ տեղյակ պահեմ, որ 23-ից 22-ի շահերը մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով։ Բոլոր նախկին եւ ներկա ղեկավարների գործերը ներկայացվում են միջպետական գանգատի միջոցով եւ միջպետական գանգատից հրաժարումը նշանակելու է, որ նրանց իրավունքների առնչությամբ այլևս իրավական վեճ գոյություն չունի, խնդրի հանգուցալուծումները մնալու են ոչ իրավական տիրույթներում, որտեղ կարծում եմ Հայաստանը որևէ նշանակալի հաղթական պատմություններ չի կերտել։ Մենք որոշակի մոտեցումներ ունենք, երկհային ռազմավարություն, տարբեր թիմերով քննարկում ենք, այդ քննարկումներից մեկը հանգում է նրան,
որ տուժած անձինք, զոհերը, իրական զոհերը, ում իրավունքների պաշտպանությամբ ներկայացվել են միջպետական գանգատներ, պետք է ստանան դատավարական կարգավիճակ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, օրինակ 3-րդ անձի կարգավիճակ, եւ այս կարգավիճակը շնորհվելու դեպքում, որտեղ դատարանը ունի հայեցողական լիազորություններ, նրանք կարող են միջնորդություններ ներկայացնել եւ որոշակի դատավարական իրավունքներ իրացնել, նպատակը հրաժարման դեպքում հրաժարումներին առարկելն է, այստեղ անկեղծ ասած դատական պրակտիկա չկա, որտեղ չկա մի դեպք, երբ միջպետական գանգատից հրաժարվել են։ Կան արձանագրված դեպքեր, երբ միջպետական գործերով հաշտության համաձայնություններ են կնքվել, բայց մենք չունենք եզակի դեպք, որ միջպետական գանգատից հրաժարվել են, որպեսզի այդ գործընթացի այլ դետալներ կարողանանք վերլուծության ենթարկել, բայց անհատական գործերով մի այսպիսի մոտեցում կա, ինչը վերաբերել է բացառապես Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին, որ եթե անգամ անհատը հրաժարվում է գանգատից, բայց արդարադատության շահերը պահանջում են գործի քննություն, ապա Եվրոպական դատարանը կարող է մերժել այդ հրաժարումը եւ շարունակել գործի քննությունը։ Օրինակ կան դեպքեր, երբ խոշտանգումների զոհը կամ կյանքի իրավունքի զոհը դիմել է եւ նշել է, որ խնդրում են գործը հանել քննության ենթակացուցակից, որովհետեւ համարում են հարցը սպառված, կամ այլևս հետամուտ չեն գործի քննությանը, տարբեր պատճառներ, եւ Եվրոպական դատարանը նշել է, որ այստեղ դրված իրավական հարցերը եւ տուժողների պաշտպանությունը ավելի բարձր իրավական նշանակություն ունեն եւ արդարադատության շահն է պահանջում ձևավորել իրավական դիրքորոշում եւ հասնել տուժողների պաշտպանության։ Հիմա կարելի է փորձարկել այդ մոտեցումը, որ տուժողների խումբը ներգրավի եւ նշվի, որ այստեղ հրաժարում է կատարում մի սուբյեկտ, որի իրավունքները չեն խախտվել եւ այստեղ գործել է իշա 3-րդ անձանց եւ 3-րդ անձինք հետամուտ են, ցանկանում են հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը եւ խնդրում են դատարանին չընդունել հրաժարումը արդարադատության շահը վերդասելով կողմի դիրքորոշումից։ Բայց մենք հասկանում ենք, որ այստեղ դատարանն է որոշում կայացնում, դատական քաղաքականության խնդիր է եւ չմոռանանք, որ դատարաններն էլ զգայուն են ռեգիոնալ կամ տենց ունիվերսալ քաղաքական զարգացումներին եւ այդ տենդենսների մեջ կարող են համապատասխանեցնել իրենց գործելակերպը։ Բայց անգամ եթե այդ հրաժարումը տեղի ունենա, այս գործընթացը լեգիտիմ հիմք կստեղծի, որ տուժողները ինքնուրույնաբար դիմեն դատարան եւ նշեն, որ 4 ժամկետը ոչ թե հաշվարկվում է ավելի վաղ փուլից, այլ այն պահից, երբ տեղի ունեցել հրաժարում, քանի որ նրանք տեղեկացված են եղել իրենց իրավունքների պաշտպանության մասին միջպետական գագաթի շրջանակներում եւ հասկանալի է, որ ինքնուրույն գործելակերպի կարող էին չդիմել։ Այս ճանապարհով մենք գոնե կարող ենք հասնել ժամկետների նորոգման եւ արդեն անհատների անունից անհատական կամ խմբային հայցերի ներկայացման։ Իրավական թիմը նման ելքային ռազմավարություն ունի, ինչը կարող է որոշակի չափով կոմպենսացնել Եվրոպական դատարանում միջպետական գանգատից հրաժարումը, բայց նշեմ, որ նման կոմպենսացնող հնարավորություններ անհատների համար գոյություն չունեն արդարադատության միջազգային դատարանում, որտեղ որպես սուբյեկտ կարող են հանդես գալ միայն պետությունները, փոխարինող կարող են լինել այլ պետություններ։ Օրինակ, չգիտեմ, Ֆրանսիա, Նիդերլանդները Հայաստանի հրաժարումից հետո այո հնարավորություն ունեն նույն խտրականության կոնվենցիայի հիմքով հայց ներկայացնել Ադրբեջանին, բայց կրկին էլի բախվելու ենք այդ քաղաքական հարցին, որքանով նպատակահարմար կլինի Հայաստանի կողմից միջպետական գանգատների հրաժարման պարագայում համոզել երրորդ երկրներին հայց ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի։ Նրանք ունենան շատ լեգիտիմ պատճառ մերժելու այդ հայցերի ներկայացումը, չնայած արդեն իսկ կան արձանագրված դեպքեր, որ զուտ մարդու իրավունքների նկատառումներից ելնելով երրորդ պետություններն են դիմում, ոչ թե
իրավական շահագրգռություն ունեցող պետություն, ուղղակի այդ պարագայում նրանք ի սկզբանե են դիմել եւ հրաժարումներ չկան ամենաշահագրգիռ պետության կողմից, սա նորից դիվանագիտական տեսանկյունից բարդացնում է խնդիրը, բայց տեսական հնարավորության մակարդակով այո, արդարադատության միջազգային դատարանում փոխարինող կարող են լինել Հայաստանից զատ այլ երկրները։